Մի բառով ըստ էության իրենց ասած այն է, որ մենք արժանապատվություն ունենալու եւ ավելի բարձր դասելու արժանապատվությունը դրա ռեսուրսը չունենք։ Հետևաբար ինչ ասեն, պետքա անենք։ Ինչքան ասեն, պետքա անենք։ Ինչքան ուզեն, պետքա տանք։ Էդ է իրանց ամբողջ տրամաբանությունը եւ մեծ հաշվով նաեւ դրանով են գնում ու քվեխ խնդրելու հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Ստա երկու հանգամանք է իրար խառնվում։ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի արժանապատվության, թե Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն չունեն այդ արժանապատվության ռեսուրսը։ Իսկ առաջարկեմ ուղղակի սա տարանջատել։ Հայաստանը ունի, եւ հայ ժողովուրդը։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ունի, բայց Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ փորձում է համոզել հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի։ Այլ բացատրություն այստեղ Իսկ ո՞րն է ռեսուրսը այդ դեպքում հայ ժողովրդի եւ Հայաստանի։ Նիկոլ Փաշինյանին ձեռ է տալիս անընդհատ պահել վախի մթնոլորտ։ Ինքը անելու է ամեն ինչ, որ միջինասված sense հայը այդ վախի զգացումը ունենա, որովհետև այլ տարբերակով ինքը ընտրվելու շանս չունի։ Ամենից մեծ, sense ասեմ, նաև բանի տեսանկյունից, sense բնության տեսանկյունից ամենից համոզիչ հանգամանքը դա վախն է եւ քաղաքական, այսպես գործիչները մեկ-մեկ վախ են վաճառում հանրությանը նեղ նպատակների հասնելու համար։ Սա ուղղակի հակադրության մեջ է մտնում պետական շահերի հետ, ազգային շահերի հետ, բայց ժամանակ առ ժամանակ փայլուն ձևով սպասարկում է ազնական շահ, կոնկրետ առաջնորդի կամ քաղաքական միավորի։ Սա դասական օրինակ է եւ մենք առաջինը չենք եւ վերջինը չենք։ Եվ մենք որպես ընդդիմություն պետք է կարողանանք հասցնել այս ամենը մեր ժողովրդին։ Ես իմ բազմաթիվ վերջերս ելույթների ժամանակ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի շահերը աղերս չունեն այսօր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերի հետ։ Եվ ամբողջ հույսը, երբ որ ասում եք կոնֆլիկտացին ինչ որ հանգամանք է, ինքը ամեն ինչ անելու է այս իրավիճակը պահելու համար, հայ ժողովրդին համոզելու համար, որ ժողովուրդը կզած է, որ շանս չունի, ռեսուրս չունի, դեպքում հարց առաջանում, լավ է, тут միլիարդ որ պարտք ես արել, ասել է զենք ես արել, ես արել, են ես արել, բանակի վրա ես ծախսել, բարեփոխումների վրա ես ծախսել, դուրա գնացել։ Այդ դեպքում հարց առաջանում բանակ ինչի ենք պահում։ Ընդհանրապես պետական կառույցներ եւ այլն։ Ну երևի պարադի համար։ Իր տրամաբանությամբ, sense պարադի համար, որ ինչ որ բերեն, մի երկու հատ ցուցադրական ինչ որ բան են առել Հնդկաստանից, չփորձարկված, աշխարհում չճանաչված, այսպես ասենք։ Երևի ինչ որ ցույց տալու համար, մարդկանց աչքերի մեջ թոս փչելու համար, բայց ինքը երևույթը, երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վերաբերվում եւ դու որևէ կերպ չես արձագանքում վանդալիզմի, սա նշանակում է մեկ բան. դու ծառայում ես այլ երկրի շահերին։ Ուրիշ այստեղ բան չկա։ Օրինակ ինչ այդ երկրի շահերը ինչ որ չափով համընկնում են քո ազնական շահերի հետ։ Օրինակ ինչ կլիներ, եթե արտաքին գործերի նախարարությունը ուղղակի հայտարարություն տարածեր, որ այդպիսի արարքները հակառակ են նույն իրենց հռչակած խաղաղության օրակարգին եւ դարաշրջանին։ Այսինքն ոչ ոք ագրեսիա չէր պահանջում, չէր պահանջում ինչ որ շատ սուր հայտարարություն, ուղղակի արձանագրում փաստի։ Չէ, իր տերը ուղղակի իրեն ասելա ստոպ։ No։ Ինքը ենթարկվելու է, ես չեմ հասկացում։ Կարող է նաև մի քիչ այլ տրամաբանություն է աշխատում, մենք հայտարարություն անենք, կարող անդեղից ինչ որ մի պաշտոնյա եւս մի հայտարարություն անի, հետո ստիպված պիտի լինենք մենք էլ անենք, հետո իրենք էլ անեն եւ այլն։